Պուրիտանները, ամենօրյա ընթերցանություն, Վիլյամ Գաթրի, օր հուլիսի 26 Որպեսզի ճանաչեմ նրան և նրա հարության զորությունը, մասնակից լինեմ նրա չարչարանքին, կերպարանակից նրա մահվանը, Փիլիպպեցիս 3:10 Գոյություն ունի Աստծո հետ այնպիսի հաղորդակցություն, երբ նրա զգալի ներկայությունը առատորեն թարմացնում և զորացնում է հոգին։ Սակայն եթե ճշգրիտ արտահայտվենք, Աստծո հետ հաղորդակցությունը փոխադարձ մասնակցություն և փոխադարձ պատկանելիություն է Աստծու և այն մարդու միջև, ով Քրիստոսի միջոցով միացել է նրան հավատքով։ Այս հաղորդակցությունը նշանակում է ընդհանուր մասնակցություն և ընդհանուր շահ Աստծո և մարդու միջև։ Մարդը ոչ միայն մասնակցություն ունի հենց Աստծո հետ, այլև այն ամենի հետ, ինչ պատկանում է Տիրոջը։ Նույնպես էլ Տերը հատուկ մասնակցություն և իրավունք ունի այդ մարդու նկատմամբ, ինչպես նաև այն ամենի նկատմամբ, ինչ նրան է պատկանում։ Ինչպես ամուսինն ու կինը ամուսնության մեջ պատկանում են միմյանց, կիսում են իրենց կյանքը, ունեցվածքը, ուրախություններն ու հոգսերը, այնպես էլ հավատացյալն ունի սերտ և անձնական հարաբերություն Աստծո հետ։ Աստված հավատացյալի Աստվածն է, իսկ հավատացյալը Աստծունը։ Եվ քանի որ Աստված Իրենն է, այն ամենը, ինչ Աստված խոստացել է իր զավակներին, նույնպես նրան է պատկանում։ Աստծո հետ այսպիսի մտերիմ հաղորդակցությունը բոլոր ճշմարիտ հավատացյալներն ունեն մշտապես։ Ճիշտ է, Աստծո հետ այս հաղորդակցությունը կարող է ավելի խորանալ և ավելի ակնհայտ դառնալ։ Այդ ժամանակ հավատացյալը համարձակությամբ մոտենում է այն ամենին, ինչ պատկանում է Աստծուն, և հենց Աստծուն է մոտենում որպես իր սեփական հորը, առանց որևէ օտարության, այլ ազատությամբ և մտերմությամբ։ Հատկապես երկրպագության ժամանակ հոգին հաղորդակցվում է կենդանի Աստծո հետ։ Այն ավելի ու ավելի է մասնակից լինում Աստծո բնությանը, այսինքն նրա սրբությանը, սիրուն և բնավորությանը նմանվելուն, աճում է նրա նմանությամբ և ուրախությամբ խորհում նրա կատարելությունների, սիրո, ողորմության, իմաստության, արդարության և մյուս հատկանիշների մասին, վստահ լինելով, որ դրանք գործում են իր բարօրության համար, քանի որ Աստված Իրենն է։ Հենց այդպիսի կենդանի և փոխադարձ հաղորդակցությունն Աստծո հետ, որը տեղի է ունենում հատկապես շնորհի միջոցների, այսինքն աղոթքի, Աստծո խոսքի, երկրպագության և հաղորդակցության ժամանակ, մենք կոչում ենք Աստծո հետ հաղորդակցություն շնորհի միջոցով։ Ճիշտ է, Աստծո հետ այդպիսի կենդանի և զգալի հաղորդակցությունը միշտ չէ, որ նույն կերպ է արտահայտվում մարդու կյանքում, և Աստծո բոլոր զավակները այն հավասար չափով չեն վայելում։ Ճիշտ է նաև, որ Աստծո մեջ եղած ամեն ինչ միշտ չէ, որ նույն չափով է բացահայտվում հավատացյալի սրտին կամ նույն ուժով է նրան մխիթարում և զորացնում։ Սակայն մի բան հաստատ է. Աստծո հետ հաղորդակցությունը իր իրական իմաստով այն նոր ուխտի փոխադարձ հարաբերությունը և պատկանելիությունը, որ կա Աստծո և այն մարդու միջև, ով փրկարար հավատքով ուխտի մեջ է մտել նրա հետ, երբեք չի խախտվում։ Այն մշտապես ամուր և հաստատուն է մնում։